Ես Լիլի Դավթյանն եմ եւ հատուկ ձեզ համար ամեն շաբաթ կուղևորվեմ Հայաստանով մեկ ծանոթանալու բազմադարյան ավանդույթներ կրող եւ հին ժամանակների գաղտնիքները իրենց մեջ ներառող մասնագիտություններին։ Ահա այսպիսի ճանապարհ անցնելով մենք ուղևորվում ենք Վանաձոր քաղաք, որտեղ ապրում եւ աշխատում է մեր օրերի վարպետ Աշխեն Ղազանչյանը։ Հայաստանում գորգագործությունն իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս հին ժամանակներից։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Ես հույս ունեմ, որ մեր վարպետները ինձ հետ կկիսեն իրենց մասնագիտական գաղտնիքները։ Տիկին Աշխեն, ինչպես ստացվեց, որ որոշեցիք ընտրել այս մասնագիտությունը։ Դա երևի ճակատագրական էր։ Ես փոքրուց տեսել եմ, որ քուրս հարևանները գործում են տանը, բոլորն էլ համարյա յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում նմանատիպ տորքեր կար դրված ու գորգ ու կարպետ էին գործում։ Ես դա հիշում եմ 60-70-ական թվերին, հիմա այժմ էլ չկան դրանք։ Ես դրանք հիշելով, հետո սիրում էի նկարել, նկարություն, գեղարվեստի դպրոց էի հաճախում, հետո գեղարվեստի ուսումնարան, ու տենց որ գեղարվեստի ուսումնարան սովորեցի, որոշեցի, որ ես գորգի նկարիչ պետք է դառնամ։ Քանի որ գորգի նկարիչ չդարձա, ես դե եղաշրջում եղավ, փակվեցին գործարանները, ես զբաղվեցի գորգագործությամբ։ Սկսեցի գորգեր նկարել, գործել, գորգ, կարպետ, քանի որ կարպետն էլ մեր էլի գորգ է, առանց խավի, սկսեցի կարպետներ գործել, գորգեր գործել, դա տենց ստեղծագործել, շուրջ սովորեցնել երեխեքին դրա հետ զուգահեռ, որպեսզի մեր մշակույթը կարողանանք պահպանել։ Հայկական գորգարվեստը մեր պատմության ինքնության, էթնիկ պատկանելության շատ հարցերի պատասխաններն է ամփոփում։ Հայկական գորգերը կրել են նաև ժամանակի հասարակական հոսանքների ազդեցությունը։ 1920-ականներին գործված գորգերի անկյուններում երբեմն պատկերվել է մուրճ ու մանգաղ, կարմիր աստղի վրա։ Արդեն քանի տարի է զբաղվում եք գորգագործությամբ։ Շուրջ 30 տարի է ես զբաղվում եմ գորգագործությամբ, կարպետագործությամբ ու դրա հետ զուգահեռ երեխաներին ուսուցանում եմ գորգագործություն, կարպետագործություն, իրանց հետ զրուցելով, բացատրելով, որ զարդանախշը ինչ ոնց, գույները ոնց են ստացել։ Մեր թվարկությունից առաջ գորգագործությունը զարգացած է եղել Հայաստանում, մեր հայերը յուրահատուկ գորգագործության ոճ ունեն, ձև ունեն, որ պահպանենք ու պահպանվում է։ Մեր հայերը ընտրել են ամենաբարդ ձևը, ամենախելացի, ամենամակարդակով, մինչև հիմա էլ եվրոպական թանգարաններում պահպանվում են մեր գորգերը։ Հանգույցի ձևով մենք կարողանում ենք ապացուցենք, որ դա հայկական գորգեր են։ Հայաստանում գորգագործությունը իբրև արհեստ զարգացած է եղել դեռևս հին ժամանակներից։ Այս մասին են վկայում Արենի քարայրում գտնված գործվածքները, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարի թվագրվող Պազիրի գորգը, ինչպես նաև մի շարք պատմաբանների կողմից պահպանված հիշատակություններ։ Այսինքն հայկական գորգերը տարբերվում են իրենց զարդանախշերի հարստությամբ, կարելի է այդպես ասել։ Զարդանախշերի հարստությամբ, գույներով, իրանց իմաստով, հանգույցի հատուկ ձևով։ Այս դեպքում թելի որակից շատ բան է կախված, կարծում եմ։ Թելը դե ժամանակին հայերը գյուղատնտեսությամբ են զբաղվել ամառային ընթացքում, իսկ ձմեռը դե քանի որ գործ չեն ունեցել անելու, յուրաքանչյուր երկրորդ ընտանիքում տորք է դրված եղել ու գործել են։ Տղամարդիկ օգնել են տորքը, պատրաստել են, հենքի թելերը ձգել են, ուղղությունը պահպանել են, կանայք էլ գործել են։ Թելերը ստացել են իրենց պահված ոչխարի բրդից։ Գորգը ուրիշ բոլոր տեսակի գործվածքների նման գործվում է թելերից, սակայն ոչ բոլոր տեսակի թելերն են պիտանի գորգ գործելու համար։ Գորգագործության հիմնական հումքը բուրդն է։
Բրդյա խավով գորգերի հիմնական առավելություններն են ճկունությունը, դիմասկունությունը, ներկերն ընդունելու հատկությունը։ Գորգագործության մեջ օգտագործվող բուրդը հիմնականում պետք է սպիտակ լինի, որպեսզի ապահովի բոլոր բաց երանգների ստացումը։ Մուգ գույներ ստանալու համար ձեռընտու է օգտագործել գունավոր բրդից պատրաստված թելեր։ Հայկական գորգի թելի գույները ստացվում են բացառապես բնական նյութերից, ծաղիկներից եւ արմատներից։ Ես այսօր փորձում եմ ինչ-որ բան սովորել ձեզանից, կարծում եմ ինձանից լավ աշակերտ կստացվի, ասեք մենք հենց հիմա ինչ ենք անում ու ինչ ենք փորձում ստանալ։ Հենց հիմա մենք գործում ենք կարպետ, ինչպես տեսնում եք, սա սենց մեր կարպետի հենքն է, կարպետի հենքը դա բարձր խտությամբ չի, ինչպես որ գորգերն են, ավելի մատչելի է։ Հաշվարկներով է կարծեմ ամեն ինչ, այո։ Մեր զարդանախշերը տեսնում եք, սա երկրաչափական տեսք ունեն, մենք պահպանում ենք անպայման ոճը, հայկական։ Մեր գույները դուք ինչպես որ տեսնում եք, սենք մեր բնաշխարհից վերցրած գույներն են։ Այսինքն բնորոշ է միայն հայկական բնաշխարհին։ Բնաշխարհից վերցրած գույներն են։ Օրինակ սա մեր ընկույզի կեղևից ստացած կանաչ գույնն է։ Սա մեր Տավշի մարզում փետրվարի վերջին հոնը ծաղկում է, հոնները, ծաղիկի գույնն է, դրանից են ստացել մեր կարմիրները, որթան կարմիրն է, որ տեխնոլոգիան հիմա չի պահպանվում որթան կարմիրի, ու դե մնացած գույներն էլ արդեն մեր մուգ գույները հիմնական գույների խառնուրդն են։ Ինչ է փոխվել մեր օրերում, այսինքն տեխնոլոգիաները զարգացել են եւ կարծում եմ ձեռքի աշխատանքը մի փոքր հետ է գնացել։ Այս դեպքում ինչ որ բան փոխվել է, թե դեռ շարունակում ենք հրաշքներ գործել ձեռքով։ Մենք շարունակում ենք, հիմա պահպանենք, քանի որ ինչքան է որ տեխնոլոգիան զարգանա, չենք կարող այնպես որակ ու արդյունք տանք, ինչ որ արել են մեր նախնիները։ Ես մասնագետ լինելով հանդերձ շատ զարմացած եմ նրանց կատարած աշխատանքների վրա, քանի որ հիմա շատ հեշտ է նյութ ճարելը, ամեն ինչը, էսքիզները, տեխնիկական նկար ճարելը, բայց 5-8 տարից գորգեր են հայտնաբերվում, ու սենց պատմական թանգարաններում դրված, որ ես ուղղակի հիացած եմ 48 խտությամբ գորգեր են գործել։ Պատմական Հայաստանում գորգերն ու կարպետները համարվում էին առաջին անհրաժեշտության իրեր։ Դրանք փռում էին հատակին, կախում պատերից, գործածում որպես ծածկոց։ Գրեթե բոլոր բնակավայրերում գործում էին կարպետներ, ծածկոցներ, վարագույրներ, թամբեր, վերմակներ, աղի տոպրակներ։ Գորգագործության կենտրոն էին համարվում Սյունիքն ու Արցախը։ Քանի ամիս կպահանջվի, եթե մենք այս աշխատանքը ավարտին հասցնենք։ Ոչ մի անգամ չեմ հաշվել, թե երբ կավարտեմ գործը, կարևորը որ գործը անում ենք սիրով ենք անում, պետք է տրամադրված լինենք, սիրելով բանենք, եթե սիրելով արեցինք, շուտ կավարտենք, բայց կարպետը շուտ չեն ավարտում, դա ամիսներ ա տևում։ Ժամանակատար աշխատանք է։ Գորգերի ստեղծումը բարդ եւ բազմափուլ գործընթաց է, որի մեջ ներգրաված են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ։ Գորգագործները կարող են աշխատել թե արտադրամասերում, թե արհեստանոցներում։ Ինչ եմ ես անում, կփորձեք ինձ հիմա մի փոքր սովորեցնել, այո։ Կարող ես այդ տակի թելերը, բրծա թելի տակին թելերը մեկու մեջով անցկացնենք, եւ մի փոքր սխալվել է թերությունը արդեն։ Ես ոչ մի անգամ չեմ բարտանում, դա մեծ բան է, որ 21-րդ դարում մեր աղջիկները կարպետ են գործում։ Ես գիտեմ, որ դեռևս հին ժամանակներից Հայաստանում գորգերը եւ կարպետները համարվել են աղջիկների համար օժիտի շատ հարմար տարբերակ։ Ինչ է կարծում, մեր օրերում հարմար բան է օժիտի համար գորգերը եւ կարպետները։ Եթե ցանկություն ունենան, թող գործեն, տանեն, բայց դե նենց չի, որ հիմիկվա սերունդը չի սիրում գորգեր կարպետները, իմ աղջիկները մեծ սիրով գործում են։ Այս գործում կան շատ կարևոր եւ անհրաժեշտ գործիքներ։ Կներկայացնեք, թե ինչ գործիքներով եք հիմնականում աշխատում։ Հիմնականում աշխատում ենք, սա գորգի համար նախատեսված կտուտն է։ Կտուտ։ Կտուտ կոչվում է, հենց կտուտ։ Այս տարբերակն ինչ ենք անում սրանով։ Սրանով գորգի խավի հանգույցները, որ շարքը վերջացնում ենք, միջնաթել ենք անցկացնում։ Առաջին նման տարբերակով միջնաթել ու անպայման ծանրալինելու։ Զգացում է ծանր է։ Համար տեխնոլոգիա գործում ունի հատուկ, առաջին միջնաթելի համար, երկրորդ միջնաթելի համար։ Սա իսկ սա նույն կտուտն է, սա փոքր գործերի համար։ Հա, սա ավելի մեծ։ Ավելի մեծ գործերի համար։
Սա գորգագործական տանակն է, իսկերի ծայրով։ Սրանով ինչ ենք անում։ Դրանով գորգի հանգույցն ենք կապում, կարպետի վրա սա չենք օգտագործում։ Գորգի խավը սրանով ենք գործում, հանգույցը կապում ենք այս տանակի օգնությամբ գորգագործական տանակն է։ Դե սա արդեն գորգագործության մեջ մկրատն է, սենց ուղիղ դնում ենք խավը գործելուց հետո, դնում ենք հենքի վրա, խավը հավասար կտրում ենք։ Այս շերտերի միջոցով գորգի ազդությունը որոշում ենք։ Այո։ Պետք է լինում ավելացնում ենք, չէ՞, պակասեցնում ենք գորգի խավի հաստության համար է նախատեսված այս շերտերը, այչի։ Սենց ուղիղ տեխնոլոգիա ունի, որ շատ լավ ու կտրում ենք խավը։ Այսինքն 3 գործիք է, որոնք իսկապես անհրաժեշտ են։ Դրա հետ միասին մենք հենքի թելեր պատրաստելու համար հիմնականում մաքուր բամբակից ենք գործում, հենքը պատրաստում, իլիկ ենք օգտագործում։ Այս տարիների ընթացքում ստեղծել եք մի գորգ, որը ձեզ համար շատ թանկ է եղել եւ որից շատ դժվարությամբ է կարողացել բաժանվել։ Ասեմ, որ բոլոր աշխատանքներն ես սիրում եմ, քանի որ հիմնականում ես ինքս նկարել եմ ու ես գործել, հեղինակը ես եմ, բոլորից էլ հրաժարվելը շատ ծանր է եղել, բայց ունեմ գործ, որ դրանից թանկ առավել չի կարա լինի, ես Հիսուս ունեմ նկարած ու գործած, որ իմ տանը ունեմ, դա ամենաթանկն է։ Ինչքան ժամանակ է պահանջվել Հիսուսի աշխատանքը վերջնական արդյունքին բերելու համար։ 1 ամիս։ Գորգագործական արվեստն իր ողջ պատմության ընթացքում մեծապես տուժել է արշավանքների, պատերազմների եւ հարևան պետությունների կողմից տարվող նվաճողական քաղաքականությունից։ Ցեղասպանության ընթացքում բազմաթիվ գորգեր կորսվել են, եկեղեցիները ոչնչացնելու կամ կողոպտելու պատճառով։ Տիկին Աշխեն, կասեք, ընտանիքում միայն դուք եք զբաղվում գորգագործությամբ, թե ընտանեկան ավանդույթ եք շարունակել։ Ընտանիքում ես շատ փոքր եմ եղել, որ տատիկս էլ չկա, մահացել է։ Ես ուղղակի երևի գեներս է իմ մեջ խոսում, պապաս էլ ասում էր, որ ես տատիկի շատ եմ նման, սկսել եմ սիրել ու գործել։ Գործելը իմ ընտանիքում երեխեքս գիտեն գործել, ծանոթ են գործին, գործել գիտեն։ Ընտանեկան ավանդույթը շարունակող ունենք։ Շարունակող ունենք, տենց ինձ նման նվիրված չեն, բայց երևի կշարունակեն։ Հայաստանում ունենք տղա գորգագործներ։ Տղա գորգագործներ չգիտեմ, բայց ես աշակերտներ ունեցել եմ, գորգագործ, կարպետագործ աշակերտներ, հաճախել են մեծ սիրով, բայց որ մեծանում են, արդեն հասկանում են, որ տղաներին պետք է սպորտով զբաղվեն։ Կարծում եմ սա այն մասնագիտություններից է, որը բնորոշ է միայն կնոջը, իսկ մեր հայ կանայք իսկապես կարողանում են ձեռքով հրաշքներ գործել։ Շատ շնորհակալ ենք ձեզ, որ կարողանում եք ստեղծել նմանատիպ հրաշք աշխատանքներ եւ շնորհակալ ենք, որ ավանդույթը շարունակում եք եւ մեր գորգագործությունը շարունակում եք զարգացնել։ Ես եմ շնորհակալ շատ, որ հիացած եք մեր աշխատանքներով, ինձ լավ եմ զգում դրանից շատ։ Մեր օրերում դեռ կան վարպետներ, որոնք ստեղծում են հայկական մշակութային կարևորագույն արժեքներ կրող գորգեր։ Տիկին Աշխեն, տեխնոլոգիաները զարգացել են եւ նոր սերունդը ունի ավելի ուրիշ հետաքրքրություններ։ Կասեք, թե մեր օրերում ինչքանով են հետաքրքրված այս արհեստով։ Ես 90-ական թվականների վերջերին սկսել եմ արդեն աշխատել, այն ժամանակ, որ գորգագործություն, կարպետագործության խմբակը բացեցինք, հաճախող երեխաների թիվը քիչ էր, քանի որ ուրիշ այլ խմբակներ կային, որտեղ երեխեքը հաճախում էին, ասենք դիզայներություն, լատինաամերիկյան պարերով էին զբաղված, երեխեքը ավելի մեծ սիրով գալիս էին, իմ խմբակում հաճախողները քիչ էին, բայց որ գործում էին, արդյունքը տեսնում էին, զարդանախշը ստանում էին, կապվում էին գործի հետ, ոնց որ դուք եք ասում, ամեն զարդանախշ, ամեն գորգը դառնում է իրենց հարազատը, բայց հիմա դրանք թիթեռի կյանք ունեն, նոր մշակույթը միշտ թիթեռի կյանք ունի, երկար չի տևում, ու մեր դարերի խորքից եկած կարպետագործություն, գորգագործությունը սկսեցին երեխեքը սիրել ու հաճախել, շատ մեծ սիրով, շատ, հիմա շատ աշակերտներ ունեմ, հիմնականում ասեմ, որ 3 խումբ ունեմ, ամեն խմբում 12 աշակերտ ավել։ Կարող ենք ասել, որ գորգագործությունը իրականում անկում չի ապրում եւ շարունակում է դեռ զարգանալ Հայաստանում։ Այո, քանի մենք կանք, իմ սաները կան, մենք չենք թողի, որ մեր գորգագործությունը, կարպետագործությունը անկում ապրեն։ Շնորհակալ ենք, որ շարունակում են մեր երկրում մեզ հետ միասին արարել ձեր նման վարպետներ։ Շնորհակալ ենք, որ այսօր մեզ հյուրընկալեցիք եւ հուսանք ինչ որ բան իսկապես քաղեցինք այս ձեր դասերից ու ես իրականում կփորձեմ շարունակել եւ ինչ որ նոր բաներ սովորել գորգագործության արհեստից։
Մենք էլ ենք շնորհակալ։ Այսօր եւս մեկ անգամ համոզվեցինք, որ հայկական գորգը տարիների ընթացքում ավելի գեղեցիկ, վառ եւ իհարկե ավելի արժեքավոր է դառնում մեր վարպետների շնորհիվ։ Դե ինչ, եղեք ձեր գործի վարպետ։